Թակուի Հովհաննիսյանն ապրում է ավտոկայանի բանավանի ինքնաշեն տնակներից մեկում իր 2 երեխաների հետ։ Բնակարանը կորցրել է երկրաշարժի ժամանակ, արդեն 24 տարի ապրում է տնակում, որտեղ չկան կենցաղային տարրական պայմաններ։ Թակուի Հովհաննիսյանն հիմա ավելի մտահոգ է, սկսվում են անձրևոտ եղանակները, իսկ առջևում ցուրտ ձմեռ է, ինչին ծանր պայմաններում ապրող ընտանիքը դիմակայել չի կարող։ 24 տարի տոմիգի մեջ կապրիմ, հիվանդ աղջիկա հետ, տղուս հետ, հիմնայք տոմիգի վիճակը, այս տոմիգը դիքտ է բարավ, չեմ կրնա այս տոմիգի մեջ ապրիմ, պատալոկը կրնա ծունը նստի, բլի պատալոկը վրես։ Գրանցված են անօթևանների ցուցակում, սակայն Թակուն տեղեկացրել են, որ անօթևանների ցուցակից դուրս է մնում, քանի որ ամուսնացած է, իսկ ամուսինն ունի սեփականություն։ Հեշտացուցակի մեջը կա, պատճառաբան են, որ զաքս ունենք, ես էլ այդ հնարավորությունը չունիմ, որ գումար ներկայացնեմ տադարան, որ զաքսս քանդեմ։ Ամուսինս գնացել է Ռուսաստան չի եկել, քանի տարի էլ, երեխեքին ես 14-13 տարի էլ, ես երեխեքիս ես եմ պահել, հմել այս վիճակի մեջ եմ։ Միայնակ մայրը 14 տարի առանց ամուսնուն պահել, մեծացրել, ուսման է տվել 2 անչափահաս երեխաներին։ Հիվանդ աղջկա բժշկական ծախսերն ընտանիքի ամբողջ հոգսը ծանրացել է միայն Թակու ուսերին։ Ամուսինն արդեն 14 տարի Ռուսաստան։ Հաջորդ տարի։ Նշենք, որ հերթացուցակից դուրս մնացած Թակուի Հովհաննիսյանի ընտանիքը բնակարան ստանալու հավակնություն չի ունենա, այնքան ժամանակ, քանի դեռ ամուսնության վկայական ունի։ Նաիրա Նալբանդյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։